Երջանկության հորմոնը Աստծո գործիքներն են մարդու մեջ դրված, որպեսզի հոգին կարողանա զգալ ուրախություն, սեր, խաղաղություն եւ բավարարություն։ Նրան կարելի է համեմատել նույնպես երկնային լարեր մեր ներսում, երկնային ինչ-որ ալիքներ մեր ներսում, որ գործում է, դա աստվածաշնչյան ստեղծագործություն է եւ մարդը իրականում հրաշք ստեղծագործություն է։ Աստված այս հորմոնները դրել է մեր ներսում, որպեսզի տխուր ժամանակ մենք կարողանանք ուրախ լինենք։ Ունեցեք Սուրբ Հոգու պարգևները, ունեցեք Սուրբ Հոգու պտուղները, սիրելիներս, ու երբ որ մարդիկ հարցնեն, ինչ ես ուզում, դուք ասես ես այնքան երջանիկ եմ։ Ես Տիրոջ հետ եմ երջանիկ։ Բայց ամենակարևորը, գիտեք ինչ, որ այսօր աշխարհը չունի, իսկ դու ունես մոտիվացիա ապրելու, ստեղծագործելու, գիտեք ինչու, որովհետև մենք ունենք հավիտենական կյանք։ Եղեք երջանիկ, Տերը շատ օրհնի ձեզ։ Հայր իմ Աստված աղոթք եմ անում բոլորի համար, ովքեր այս դիտում են այսօր, եւ խնդրում եմ քո ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը, սերը թող գա նրանց մեջ։ Քո երկնքի արկայությունը խոսքը ասում ուտելիք եւ խմելիք չի, այ ուրախություն, խաղաղություն, արդարություն Սուրբ Հոգու մեջ։ Բարձրացրու Տեր իմ Աստված մեր մեջ հոգու պտուղները, Տեր իմ Աստված, որպեսզի մենք լիովին զգանք երջանիկ մեզ եւ ստեղծագործենք եւ ապրենք եւ երջանիկ լինենք։ Տեր օրհնի մեզ։ Ամեն։